Կարմիր գորգ, բեմական կրքեր, համարձակ ու անզուգական կերպարներ։ Հայկական շոու բիզնեսն է դիտակետում։ Հայկական երաժշտական ակադեմիայի կազմակերպած Խազեր մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է հավաքել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստներին, ոլորտի ներկայացուցիչներին, որոնց պարգևները 17 անվանակարգում են։ Հաղթողներն ընտրվեցին ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ։ Մեզ համար շատ կարևոր է նոր հորիզոններ բացել մեր արտիստների համար։ Մենք այստեղ ունենք Hure Recording Academy-ից եւ մենք փորձում ենք նրանց հետ համագործակցության եզրեր գտնել եւ նրանք արդեն ողջունում են մեր գործունեությունը այստեղ եւ արդեն եկել են որ տեսնեն թե մենք ինչ ենք անում այստեղ, հուսով եմ որ մրցանակաբաշխությունը շատ լավ կանցնի եւ մեր արտիստների համար նոր եւ հետաքրքիր ուղիներ կբացվեն դեպի միջազգային շուկաներ։ Բոլորս սրտի դողով սպասում ենք թե ծրարը բացվելու է եւ ում անունն են կարդալու։ Այս ձևաչափի մեջ ես կարծում եմ որ հայկական երաժշտությունը ավելի կփայլի եւ ավելի հասանելի եւ մատչելի կլինի շատերի համար։ Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական արվեստի տարբեր ոլորտներ ընդգրկող յուրահատուկ համերգային կատարումներով։ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխության հատուկ հյուրն էր Գրեմմիի կրկնակի մրցանակակիր, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քիթ Ուեյքլին, որը նաեւ Recording Academy-ի Տեխասի մասնաճյուղի ղեկավարն է։ Չափազանց կարևոր է այսպիսի միջոցառումների կազմակերպումը։ Մենք երաժիշտներս ծախսում ենք մեր ամբողջ կյանքն ու ժամանակը ձևավորելու դարաշրջանը։ Ընկերներով, համախոհներով հավաքվել ենք այստեղ ինչ որ բան ստեղծելու, արարելու համար։ Մրցանակաբաշխության չափանիշները բարձր են, այն ընդգրկում է էստրադային, դասական եւ ժողովրդական երաժշտությունը։ Կարին ավանդական երգի պարի խումբը Լիկիլի երգով էր նոմինացված լավագույն ազգային երգ կամ երգի մշակում անվանակարգում, որի մշակումները սկսվել էին Գագիկ Կինոսյանի հետ։ Մեր արված աշխատանքը առաջին անգամ է Հայաստանում այս մասշտաբի ուշադրության արժանանում եւ ինչ խոսք հաճելի է, որ մեր կատարված աշխատանքը գնահատվում է։ Երգից մի փոքր հատված Շեք ծամով մեկ ու ճարախ չի գայ համով դեղ ու ճարախ չի։ Լավագույն երգչուհի տիտղոսի համար պայքարը Սոնա Ռուբենյանի, Բրյունետի եւ Իվետա Մուկուչյանի միջև է։ Ես եկել եմ այս տոնը վայելելու, անկեղծ եմ ասում, ես չեմ սպասում ոչ մի մրցանակի։ Մրցանակները եւ մրցանակաբաշխություններն են շատ կարեւոր, որպեսզի այսպիսի տոն ունենանք բոլորս միասին։ Սոնա Ռուբենյան Էրիկ Կարապետյան Երկուսիս համար մի ճանապարհ Քեզ հետ ուզում է սիրտս ապրել երկար Մրցակցությունը թեժ ու բուռն էր։ Լավագույն երգիչ անվանակարգում հաղթող ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, լավագույն երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Լավագույն երգ մրցանակը ստացավ Արամ Էմպետրիի երևի ստեղծագործությունը։ Երգը հաղթեց նաև լավագույն տեսահոլովակ անվանակարգում։ Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում անվանակարգերում մրցանակը Ավետիս Բերբերյանինն է կոմիտասական խմբերգաշար Սյուիտի համար։ Հաղթողներին շնորհվեց Խազ յուրատեսակ մրցանակը, որի հեղինակը քանդակագործ նկարիչ Արման Նուրն է։ Խազեր 2025 շնորհավոր բոլոր մրցանակակիրներին եւ մասնակիցներին։ Մենք կհանդիպենք հաջորդ տարի։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։